Դու չգիտես երբեք ինչ կլինի քեզ հետ հենց մի վայրկյան հետո Դրա համար ապրիր ուրախ ու երջանիկ քեզ տրված կյանքը քո Դու հարաբարիքներ թե լինեն կարիքներ կյանքի ճանապարհին Անցնի 100 տարի մեկ էլ չի առնի երբեք ոտքդ քարի Ամու հոտով կյանքը ինքան Քեզ հասնու վայելել անգամ Ամու հոտունի ամեն օրը Միայն ժպտադու կարևորը Կյանքը քաղցր է երբ մարդ ունի իր կողքին Ընկեր ու բարեկամ Որ քեզ համար գիտես թե պետք լինի անգամ Իրենց կյանքն էլ կտան Այս աշխարհն էլ անցնի, սերը միշտ կմնա, չմոռանաս երբեք Սիրո մասին պիտի ամեն մի առիթի իրար համար երգենք Ինչ եղավ։ Հիմա արդեն իրոք ընկերություն եք անում։ Չգիտեմ։ Դեռ չի ասել, որ սիրում է քեզ։ Ամեն ինչ չի որ խոսքերով է։ Վստահ եմ պահվածքով արդեն ապացուցել է։ Չէ՞ լիք։ Հա բայց ամեն աղջիկ ուզում է դա լսի։ Լավ երեխեք, եկեք գնանք, չմտածի իր մասին ենք խոսում։ Բայց մենք հենց իր մասին ենք խոսում։ Հա, բայց ինքը չգիտի, չէ՞ էդ։ Բայց կարա մտածի։ Վայ, կռվեք անում, եկեք գնացի։ Գնացին, աղջիկներին տուն տանենք Եթե դժվար չի։ Վայ, բան եմ մոռացել։ Ինչ ես մոռացել։ Ես ու դու պետքա գնանք մոլ։ Ինչի բան կա առնելու։ Հա, երեկվանից պլանավորել եմ։ Ես ու դու գնում ենք Վիկ։ Բա ես։ Բալիկան չենք տանելու։ Չէ, լիք, չես գալիս դու։ Ինչի։ Ախր դու քո պլանները ունես։ Բայց ինչ պլաններ։ Ես ոչ մի պլաններ էլ չունեմ։ Դու չգիտես, դու ունես։ Լավ, եկեք գոնե ձեզ մեքենայով մոլ կտանենք։ Չէ, մենք կգնանք։ Գոնե թող մոլ տանեն, ավտոյով չենք։ Չէ, մենք կգնանք։ Էս ինձանից գաղտնիքներ ունեին։ Ինձ թվում է չէ, ուղղակի չուզեցին մեզ խանգարեն Մեզ ինչում պետքա խանգարեն։ Հասցրել եմ ծաղկի խանութ մտնեմ Մերսի, շատ սիրուն են։ Թինյան տեսավ ծաղիկները, մտածեց, որ գնան ավելի լավ կլինի Բայց տենց ավելի լավ կլինի։ Հույս ունեմ, որ հա Գնանք։ Տուն։ Հույս ունեմ, որ չէ Սիրտես, դու տեղյակ եք, որ Կոլյան Սոնային հավանում է։ Մեր Կոլյան? Մեր Սոնային? Կոլյա Բաղդասարովիչն ու Սոնան։ Օպլեո։ Մայստրոն ասի։ Մալադեց, ընգիրոջը ճաշակը բարձացել է։ Հա, բայց Սոնան, չգիտեմ, լեսու կգտնեն իրար հետ, թե ոչ։ Մենք չենք խառնում, իրենք մեծ մարդիկ են, այդ մեր գործը չի։ Հա, իհարկե, ես Սոնայի դեռ չեմ էլ խոսել։ Մեզ մնում է, մեր ընկերների երջանկությամբ ուրախանանք։ Պատկերացնում ես, հարսանիք անենք։ Ինձ մենակ պատկերացնելն ամենում։ Դե նկատի ունեմ, մտքովս չեր անցնի կյանքս, որ Կոլյա մի օր կամուսնանա։ Հա, ես այդպես էլ հասկացա արևից։ Հիշում ես չէ, որ Կոլյային խոսք ես տվել իրար քավորը լինես։ Հա։ Հաստատ լինելու ես։
Այս չեմ հասկանում, է քո պրոբլեմդ որն է Սոնա։ Իմ պրոբլեմ արդեն 2 օրա դու ես։ Խը։ Որովհետև 2 օրվա մեջ հասցրել ես արդեն հարսանիքի օր նշանակել։ Հա վատա, իմ որոշման մեջ վստահ տղամարդ եմ լի, դուր չկա, քո ես։ Իսկ իմ որոշման մասին մտածել ես հեչ։ Չհասկացանք, ուրիշ որոշում էլ պիտի լինի։ Այսինքն, քեզ թվում է, եթե դու ուզում ես իմ հետ ամուսնանաս, ես պիտի ուրախությունից մեռնեմ։ Ա գժվել ես դու Սոնա, ինչ մեռնել, ամուրազի վրա մարդիկ եք, վրազ հա մեռնել։ Լավ, դու չես հասկանում, ես ինչ եմ ասում։ Ա ինչ ես ասում որ։ Չես ուզում լի վեր ամուսնանանք, ես քեզ ամուսնության առաջարկություն եմ արել, դու ինձ մերժում ես, Նիկոլյային մերժում ես։ Լավ, գնանք ներս մի հատ կոփե դիր, համ կխմենք, համ էլ կորոշես ինձ կասես։ Ասա լրիվ գիժա է։ Գիժը տատը տա։ Այս վեստովի երեխա է, մի ստատիկ շունեմ։ Այդ բառը երկու նշանակություն ունի, մեկը մարդկանց է նկարագրում, մեկն էլ կենթայիներ են։ Եսին։ Այդ կենթայիները ոսկորներ չունեն։ Շատ եմ իմ անգամ մտքին ինչա։ Դե, անողնաշար։ Եր, անողնաշարը քո հետ է, չես մտի։ Հապա շատ հեշտ հարցեր են։ Ինչն է սրա հեշտ։ Երեխեք ուզեք գնանք ես ու Մելանը մարոժնի բերենք ձեզ։ Հա, ես դու էլ կարանք բերենք։ Ես կգնամ երեխեք, մեկը իմ հերթը վերջում է։ Ես ուզում եմ մարոժնի, դու մեկը գնացեք էլի։ Ես էլ։ Հա դե եկեք սաղովս գնանք։ Դե ինչ սաղովի հետ մենք այա, պետք է իրանք իրանց համար գնան էլ։ Հա լավ, կգնամ կօգնեմ։ Օգնելու բան չկա։ Կարջան քո հերթը ցավատան, մի տարի բասաթին նստի։ Դու ջա մի տարի նստի, մի հատ այ մարդ բասաթ լսում։ Քո հերթը ամեն խաղացենք։ Լավ։ Բացատրի։ Կուզես տեղից հեռու քայլենք։ Հերու ինչի համար։ Դե որ մենակ ես ու դու լինենք էլի։ Չէ, երեխեքի հետ հավես է։ Լավ, ոնց կուզես։ Քո հետ էլ է հավես։ Ինչ սիրուն տեսարան է։ Հա, շատ։ Գիտես չէ, Հայաստանի ընկերուս հետ որ խոսում եմ, ասում եմ, լիկա ձեր մոտ այնքան լավ տեղեր կան։ Սիրում եմ քեզ։ Գիտեմ, որ կարճ ժամանակ է անցել։ Նաև գիտեմ, որ կարող է տարօրինակ լինի։ Բայց ես սիրահարվել եմ մի աղջկա, ով մեր առաջին հանդիպման ժամանակ քիչ էր մնում գլուխս ջարդեր։ Սիրահարվել եմ մի աղջկա, ով ծիծաղը հազիվ էր զսպում սիրո խոստովանության ժամանակ։ Կներես։ Լիկա ուզում եմ կողքիդ լինեմ։ Լավ։ Լավ։ Նիկոլայ, քո սիրած խմիչքն եմ բերեն։ Ես ոչ պենարաժես չի։ Այդտեղ ասենց որ շարունակվի, երևի քեզ Արմանից շուտ։ Հա, լի, դու էլ թաղմանգծով վարչության պետն ես։ Ինչ անտակ թումորներ ես անում։ Վերջ, եկավ այդ օրը։ Ինչ օր։ Դե վեր, սիրեցի յարս տարան, յարատվիրն ու տարան։ Այդտեղա, քո յարին ոչ մեկ չի տարել։ Մեծ հաշվով յարել չես ունեցել դեռ։ Մայեստրո, դու ընդհանրապես կարում չես մարդին մխիթարիս։ Չգիտեմ ինչ ասեմ։ Այս մենակ Սոնային եմ լի ուզում, հնա սարտս կտորված, թոքու ջիգարս բսկտորված, այն որ փորիս թիթեռնիկները դուրս են եկել գնացել են խոպան։ Դե ճիշտ են ասում էլի, որ մերժված սերը մարդուն պոետ է դարձնում։ Բայց իհարկե քո դեպքում շատ անճաշակ պոետ։ Այս ոչ մի տեղ էլ չեմ գնալու։ Այսինքն այնքան եմ պարկելու այս դիվանի միջև Սոնային մոռանամ։ Արա ուրեմն իմ դեմքին դուրը շրախկացնեն, հա։ Ես իր համար այդքան բան եմ արել, վերջում դրան էի արժանի։ Հուսով եմ իր այդ մի վատ բան լինելու է։ Դեռ չգնաս։ Ես
գալիս եմ։ Մի հենց ես ասում որ մի հեգից գնալու եմ տոմսերը առնեմ, թռնեմ Դնեպրատիգորսկ, Դնեպրապիրտ, Ելենջիկ։ Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Cars Tar Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Այս այն մուզածը։ Supreme Rolling Doors Los Angeles-ում հայտնի ընկերությունը առաջարկում է տան փաթիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այժմ արդեն տեղադրվում են նաև դրսի համար նախատեսված շաուերներ, գեղեցիկ եւ ժամանակակից ոճով պատրաստված։ Իմ անունը Հայեն, ազգանունս Յան, հոգուս միջի խինգն ու տոնը հեռու հողում նվիրողիս անունն է Յանս, 333 Նորթվերդուգո Ռոդ, Յանս, իսկական հայկական համոհոտ։ Պատար շաուրմա ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Գլենդելում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։ Մկանային ցավերի դեպքում արկա է իր տեսակի մեջ բացառիկ Cupping բուժում։ Advanced Chiropractic Wellness Center, Venice եւ Burbank քաղաքներում։ Այցելությունների համար զանգահարեք։ Ամենակարևորը մթնոլորտ, որտեղ կարելի է հանգստանալ, ստեղծագործել եւ վայելել ժամանակը ընկերների հետ։ Bohemian House-ը ոչ միայն սուրճի վայր է, այլև փոքրիկ անկյուն արվեստի, մտքերի եւ ժպիտների համար։ 415 East Broadway Street in Glendale։ Օրվա արագ տեմպի մեջ հաճախ մոռանում ենք ամենակարևորի՝ ինքներս մեր մասին։ Իմ հագեցած աշխատանքային օրն ամփոփում եմ մեկ բաժակ թեյով եւ Մալաթիա Բեյքրիի անկրկնելի արմենիան գաթայով։ Արմենիան գաթա, համ, որը հիշվում է։ Բարձրակարգ խոհանոց, կատարյալ երաժշտություն եւ մթնոլորտ, որ ստիպում է վերադառնալ կրկին ու կրկին։ Cosmo Palace, ձեր լավագույն երեկոն սկսվում է այստեղ։ Glendale Galleria Bloomingdale-ի հարևանությամբ է գտնվում Maternity Imaging կենտրոնը։ Բժիշկ Գևորգ Քրաջանի գլխավորությամբ կարող եք օգտվել բազմաթիվ ծառայություններից։ Maternity Imaging Center։ Արդեն ավելի քան 10 տարի ամերիկյան շուկայում լինելով առաջատարը, ձեզ ենք մատուցում այն լավաշը, որի համն ու բույրը անմիջապես հիշեցնում են Հայաստանը։ Եթե լավաշ, ապա նաղաշ։ Սա Chandler Fun Zone-ն է, մի վայր, որտեղ ամեն ինչ հարմար է տոն կազմակերպելու համար։ Ապահովում են, որ օրը լինի հաճելի եւ լիարժեք։ Ունեն նաեւ game room, որը հիանալի է ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար։ King's Restaurant and Lounge, բարձրակարգ ռեստորան, անգերազանցելի միջավայր, ամենահամեղ կերակրատեսակների լայն ընտրանի։ Այստեղ ձեր բոլոր այցերը կդառնան հիշարժան, թողնելով ամենագեղեցիկ հիշողությունները։ Հրաշալի նորություն։ Ձեր հարմարավետության համար արդեն գործում է HiPost-ի 5 մասնաճյուղ, որտեղից կարող եք գումար ուղարկել աշխարհի ցանկացած երկիր կամ ծանրոցներ դեպի Հայաստան մատչելի արժեքով։ Մանրամասների համար զանգահարեք 818 991 0000։ HiPost, ազգային փոխադրող։ Շուտով նոր տարին գծեցի ձեր դուռը, թող այն լինի ամուր, գեղեցիկ եւ ճիշտ տեղադրված։ Mighty Builders Inc. Միլգարդի որակը տեղադրված խնամքով։
Դայանա Մահթեսյանի գլխավորությամբ գործող Fidelity Realty and Loans ընկերությունն առաջարկում է անշարժույթի առք-ու-վաճառքի գործարքների լայն շրջանակ։ Ներառյալ առանձնատներ, բնակարաններ, հողատարածքներ, առևտրային կենտրոններ։ Մենք կօգնենք ձեզ ձեռք բերել անշարժույթ Կալիֆոռնիայի տարբեր քաղաքներում, այդ թվում Van Nuys, Lake Balboa, Granada Hills եւ այլ քաղաքներ։ Առանց ցավ 3D տեխնոլոգիաների միջոցով կատարելություն ապահովող ատամնաշար, վինիրների իմպլանտի տեղադրում 24 ժամվա ընթացքում։ Կենտրոնում գործում է նաև ֆինանսավորման ճկուն եւ մատչելի համակարգ։ Այստեղ կարող եք այցելել ձեր ընտանիքի բոլոր անդամների հետ։ Տեղում պատրաստված համեղ աղցաններ եւ ֆորտիկներ, ձկնեղենի եւ մսեղենի լայն ընտրաներ, նաեւ ալկոհոլի լայն տեսականի տարբեր ճաշակի եւ արժեքի։ ST Market, թարմություն եւ որակ յուրաքանչյուր գնումում։ Լավ էլ շուտ ես գալի, հալադեց։ Դե մի քիչ գործեր ունեինք հենա։ Ես եմ եղավ, որ իմ պատճառով ուշացա։ Վաղ առավոտ գալու ես, չէ՞։ Հա, առավոտին ինձ տեղ կլ։ Լավ։ Դե գնացի, հաջողություն։ Ինչ ա բնեն գրած։ Մոռացել էի, որ դու անգլերեն չգիտես։ Էդ Արամն ա տվել։ Պատկերացնում ես։ Չէ, չեմ պատկերացնում, բայց որ պապան իմանա, ինքը լավ կպատկերացնի։ Ես կխոսամ պապայի հետ։ Եթե ծաղիկները տալիս, ուրեմն պապան տիվոր տեղյակ կլինի, թե չէ ինքը ռիսկ չեր անի։ Եթե տեղյակ է, այդ լիքը բան ա փոխում, իսկ եթե տեղյակ չի… Ավարտեցիր քո ոտանավորը։ Արիստե է вообще։ Սոնա ջան, այս սուրճը խմենք ու գնանք մեր տուն, հա։ Դրա մասին էիր եկել խոսեիր։ Ախր Նիկոլայը շատ տխուր ա, կոտրված, հուսահատված։ Եթե այդքան չշտապեր, չէր լինի այդպես։ Խոստովանիր, որ ձեր մեջ ինչ-որ բան անցել ա։ Ախր Սոնա ջան, պետք չի մի ինչ-որ բանի պատճառով թողնել են ամենը, ինչը ձեզ համար այդքան յուրահատուկ ա։ Այնպես ես ասում, կարծես գիտես ինչ է կատարվում իմ ներսում։ Չգիտեմ, բայց պատկերացնում եմ։ Իսկ Կոլյան, Սոնա Կոլյան առաջին անգամ իսկապես սիրել ա։ Սիրել։ Չափազանցնում ես, մայեստրո։ Նիկոլայի իմ ընկերն ա, ես նրան լավ եմ ճանաչում, բայց երբեք նրան չեմ տեսել այսպես խանդավառված, սիրահարված։ Հավատա, նա առանց քեզ իր կյանքը չի պատկերացնում։ Ես պատրաստ էի թույլ տալ, որ ինչ-որ մի բան սկսվի մեր մեջ, ճանաչեինք իրար, բայց Կոլյան ուզում ա, որ 2 շաբաթից ամուսնանանք, ես չեմ կարող այդպես։ Կապուշ, ինչ եմ ասում, բայց գուցե նա դրա համար լուրջ պատճառ ունի։ Ինչ պատճառ պիտի ունենա, մայեստրո, հոմար չի մեռնում։ Հնարավոր ա մեռնում ա։ Հիմա էլ փորձում եք խղճիս վրա ազդել, հա։ Միգուցե այս ամենը մարդու կյանքի եւ մահվան հարց ա։ Երեխեք, այնքան երջանիկ եմ, այնքան լավ է ամեն ինչ։ Վերջապես քեզնից տենց բան ենք լսում։ Աչքերը թույլում են։ Չէ, թերախոսի լույսից է։ Ինչ ինքը ֆաներիկով է խոսում։ Չէ, իսկ դու ոնց ես հասկանում փայլում են թե չէ։ Երեխեք, ես ձեզ կարևոր բան եմ պատմում, ինչի՞ կռիվանում։ Դե լավ պատմի, տեսնենք ոնց է եղել։ Քայլում եք միասին,
ինքը բռնեց ձեռքդ, սիրահարված նայեց քեզ ու ասեց. Լիկա, իմ ամբողջ կյանքը քեզ է պատկանում։ Չէ, երեխեք, տենց չի եղել։ Ես իմ Հայաստանի ընկերուհուց էի պատմում, իսկ ինքը ասեց, որ սիրում է ինձ։ Այդքան բան։ Մի րոպե, այսինքն դու Հայաստանում ընկերուհի ունես։ Լսում ես թին։ Այսինքն ինքը ուրիշ տեղ ընկերուհի ունի։ Վայ, Վիկ, էդ է կարևոր։ Լիք, խոսում ես։ Հա, բայց լավ երեխեք, հետո կխոսանք։ Բայ։ Լիք, այն Արամը այդքան էլ վատ տղա չի։ Ուղղակի այդ Սյոմի պայրը նոր ա եղել էլի, ուզում եմ հասկանամ, հաստատ պատրաստ ես ուրիշ տղու հետ հանդիպես հիմա։ Բարդ հարց ես տալիս։ Դե հարցնում եմ, որ վստահ լինես, Լիկա։ Ես Արամին վստահում եմ։ Սյոմին էլ էր, չէ՞ վստահում։ Իրանք տարբեր են։ Արամը Սյոմի նման չի։ Չմտածես էլի քո երջանկությունը չեմ ուզում։ Հենա ես էլ եմ տենց խառը կինոների մեջ։ Մելանի աղբերը կապելա մեզ փոք չի գալիս։ Բայց դե իրան էլ է հասկանալ կարելի։ Ինքը ուղղակի իր քրոջն է պաշտպանում։ Նույնն էլ ես։ Դու ճիշտ ես հեն։ Դե դրա համար եմ հարցնում էլի, որտեվ ես ինչ ասում եմ կամ անում եմ, դա անում եմ քեզ պաշտպանելու համար։ Կապ չունի, որ ես տարիքով փոքր եմ, մեկը քո մեծ աղբերն եմ։ Ու մեկ էլ ուզում եմ իմանաս, որ ինչ է լինի դու կարաս հույսը դնես իմ վրա, ինձ միշտ կարաս վստահես։ Ապրես հեն։ Ես չէի պատկերացնում, որ դու այսքան մեծացել ես ու սենց հասուն ես մտածում։ Բա որ ասում եմ տարիքով չեն մեծ դառնում, այլ ապրածով։ Նիկոլայ, տեսով ա եկել։ Ախ վե, եթե սպիտակցի հայկոն ա եկել, վե երկի դար դրեսի հատա, ասեկյա երկի։ Այդա վեր կաց։ Հուսով եմ իզուր չեմ եկել։ Մայեստրո, ես ինչ բաժակներ են դե։ Արա, սեխ ավակալ չստում, մայեստրո, արա։ Մենք աղաչ եմ իտնու։ Արա, դա ինչ պնթի ես դու, արա, ինչ տանում։ Նիկոլայ, նոր երկու բար չի կարում խոսել։ Ես ձեզ մենակ թողում եմ։ Սոնա ջան, բայց դու երբ ես եկալ, գիտացած չեմ։ Երբ ես եկել։ Մայստրոն ասաց տխուր ես ու… Հա, չէ, ես տխուր չում։ Հա, դե ուրեմն ես կարող… Չէ, ուր ես գնում։ Այդ պսակվելի հետի շատ եմ լի վրազել, երկու շաբաթից չենք ամուսնանա։ Շատ լավ է։ Հա, երկու շաբաթը շատ շուտ ալի, 3 շաբաթից։ 4 շաբաթից։ Չէ։ 5 շաբաթից։ Կարը տրակ է պայթի 2 ամիս լի, ինձ իշտելու տեղ չունի։ Նիկոլայ, մայստրոն ճիշտ է ասում։ Եթե այս ամեն ինչից պիտի ինչ-որ սիրուն պատմություն ստացվի, արի թույլ տանք, որ ինքն իրեն այդ ամեն ինչը լինի։ Արի գոնե սկզբնական շրջանում չխոսենք երեխաների անունների մասին, հարսանիքի օրվա մասին։ Գոնե հարսանիքի զալը որոշենք լի։ Չէ։ Հյուրերի քանակը։ Չէ։ Կամ այդ արոսիկների ձևը լի։ Նիկոլայ։ Հալավ, համաձայնում։ Բայց ես սև կասյում պիտի հագնեմ լի, ուրիշ գույն չեմ ուզում։ Մայստրոն վեի չգար չէիր գալու։ Իսկ որ մայստրոն չգար, դու չէիր գալու։ Որ չմերնեի գալու էի։ Գիտես այսօր ինչ է հիշե։
որ նոր ամուսնացել էինք, գնացին գյուղ, որ տատիկիս մեկ էլ մոքուրներից հետ քեզ ծանոթացնեմ։ Գյուղապետի տղան քեզ տեսավ, մտածում էր թե քուրս ես, եկել են որ քեզ ուզեին։ Ես էլ ասացի ախպերս, 2 ամիս է որ ամուսնացած ենք, կարաս դու շարունակես։ Դու խի չհամաձայնվեցիր։ Որովհետև կյանքումս ես մի հոգու եմ սիրել։ Ու Աստծո առաջ երդվել է, որ մինչև մա կապ չունի առողջ թե հիվանդ, ես լինելու եմ այս մարդու կողքին։ Արևս, մի բան որ հարցնեմ, անկեղծ կպատասխանես, please։ Իհարկե։ Եթե ես ծանր հիվանդ լինեի, ու մենակ Սոնային ասեի, քեզ ու երեխեքին ոչինչ չասեի, հետո էլ թաքուն վիդեոներ նկարեի, որ պատմեի, թե ոնց եմ ես ձեզ սիրում, ու ինչքան կարևոր եք ինձ համար։ Այդ արդար կլիներ քո հանդեպ։ Աստորեն տեսել ես։ Ոչ միայն։ Բժշկուհուդ հետ էլ եմ հանդիպել։ Արման, խնդրում եմ, դու պետք է այդ իրահատությանը համաձայնվես։ Երբ ես իմացա։ Արման, հիմա է դա կարևոր։ Ես ուրիշ հարցում եմ։ Ինչի դու ինձ չես ասել։ Ես հասկանում եմ։ Խնայել ես ինձ ու երեխեքին, բայց այդ արդար չի իմ հանդեպ։ Որովհետև չի ուզում այդ ապրումներն ունենաս։ Չի ուզում կյանքդ փոխվի։ Չեմ ուզում որ տառապես։ Արման, կյանքս չէր փոխվելու։ Ամեն ինչ նույն ձևով շարունակվելու էր, հա։ Դե հետո էլ դու այդ ամեն ինչը չէիր տեսնի, չէ։ Կարևորը քո աչքի առաջ չլիներ։ Չէ։ Հարցը ես չեմ։ Հարցը դու երեխեքն եք։ Բայց ընկերներիդ ասել ես, չէ։ Ես մտածում էի, որ ես քո ամենամոտ ընկերն եմ։ Հա։ Դու ճիշտ գիտես։ Ես ուղղակի ուզել եմ հետաձգեմ այդ կորուստի ցավը։ Քեզ մոտ ստացվել է։ Ես ինձ համար անհոգ ապրում էի, անտեղյակ ամեն ինչից։ Իսկ դու տառապելով, տանջվելով վիդեոներ էիր նկարում ես համար։ Ախր քո ամենահարազատ մարդը ես եմ։ Լավ։ Հիմա արի հանգիստ խոսանք։ Ինչի ես հրաժարվել բուժումից։ Ես բժշկիդ հետ խոսել եմ։ Որովհետև չկա բուժում։ Վիրահատության շանս կա, Արման։ Այդ մենակ քո գլխի մեջ է։ Ես չեմ ուզում ես իմ կարճ ժամանակը վատնեմ հիվանդանոցներում։ Համ ես տանջվեմ, համ դուք։ Իհարկե հաջողություն չես ունենա, եթե սենց բացասական մտածես, Արման։ Ախր դու միշտ կռվող տեսակ ես եղել, միշտ պայքարող, ինչի ես հիմա սենց հանձնվել։ Դու իրավունք չունես մեզ զրկելու այդ շանսից։ Այդ շանսը մեզ է պետք, Արման, ոչ միայն քեզ։ Ան, քո սերը դրսևորում ես լուր հեռանալով, թե պայքարելով։ Ես մենակ մի բան եմ ուզում, որ ձեր համար լավ լինի։ Առանց քեզ, Արման։ Ես քեզ հասկանում եմ, բայց այդ փաստը կա։ Ունենք այն, ինչ հիմա ունենք։ Չէ։ Ես համաձայն չեմ։ Ես քեզ արգելում եմ հանձնվել։ Դու մտածում էիր, որ ես թույլ եմ, որ կհանձնվեմ, կկոտրվեմ։ Հա, Արման։ Ես շատ ավելի ուժեղ եմ, քան դու ինձ պատկերացնում ես։ Ես կարիք չեմ ունեցել իմ ուժը ցույց տալ, որովհետև դու միշտ իմ թիկունքն ես եղել։ Բայց հիմա ժամանակն է, որ ես քո թիկունքը լինեմ։ Ես չեմ կարող հիմա փրփուրներից կախվեմ։ Ավելի լավ է հիմա հանձնվենք,
քան հետո հիասթափվենք։ Չհամարցակվես։ Չհամարցակվես, դու միշտ ուժեղ ես եղել։ Չհանձնվես, լսում ես։ Դու միշտ լավատես ես եղել, կռվող։ Ես իմ Արմանին եմ ուզում։ Խնդրում եմ։ Արման, եթե ես հիվանդ լինեի, դու կհամակերպեիր իմ մահվան հետ։ Ան ինչ ես խոսում։ Աստված շանի։ Դե ուրեմն կռվի, պայքարի, ապրի իմ համար, երեխեքիդ համար։ Եվ ներդրումների համար լավագույն վարկային լուծումները սկսվում են հենց այստեղից։ LA Regal Mortgage Group and Realty, վայր, որտեղ ձեր երազանքների իրականացումը մեր գլխավոր պարտականությունն է։ This is more than food, it's an experience. A place to relax, enjoy the aesthetics, and truly taste the moment. Come for the flavor, stay for the feeling. Elada's Corner, where every visit feels special. Գլենդելի սրտում East Broadway-ում ձեզ է սպասում նորաբաց Նուրվանը։ Ջերմ ընտանեկան մթնոլորտ, նրբաճաշակ ձևավորված սրահ եւ հայկական անուշահամ խոհանոց։ Զանգահարեք 805 505 5005 Նուրվան, որտեղ սկսվում են հիշողությունները։ Ճանաչեք որակը տեսքով։ Օհանյան իմպորտ, հայկական պանիրների եւ կատնամթերքի խոշոր ներմուծողը Լոս Անջելեսում։ Հարցրեք բոլոր խանութներում։ Մեր մոտ պահպանված է իսկական մանղալի խորովածի արվեստը։ Փորձեք մեր քյաբաբները, բացառիկ համեր, գիրոսի վարպետի կողմից եւ full plate-ներ։ Վայելիր տեղում կամ օգտվիր մեր արագ-առաքման ծառայությունից։ Մեր մոտ, Հայաստանին ավելի մոտ։ Լիթ Սուշի, A+ ստատուս եւ կորեացի լեգենդար խոհարարի 35 տարվա ամբասիր հեղինակություն։ Այստեղ օվկիանոսի թարմությունը տեղ է հասնում ամեն օր, առավոտից մինչև գիշերվա 1-ը։ Վայելեք իրական ռոլեր եւ սուշի մեր հարմարավետ ինտերիերում կամ պատվիրեք։ Vegas documented notary. Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։ Baked pizza, երբ սիրում ես, համեղ ուտել։ Art Modern Design Լոս Անջելեսում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների խոհանոցային կահույքի պատրաստում։ Dog Resort Լոս Անջելեսում շների ամենահայտնի հյուրանոցային ցանցը հայտարարում է Գլենդելում նոր մասնաճյուղի բացումը։ Այստեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ձեր շների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար։ Ցանկանում եք տեղադրել ձեր ճաշակին համապատասխան երկաթե դռներ, դարպասներ, պատվիրել մանգալներ եւ այլ պարագաներ շուկայական ամենալավագույն արժեքներով, ուրեմն դիմեք Iron King LA ընկերությանը։ Որակն ու բարձրակարգ սպասարկումը երաշխավորված է։ Խմբակային թերապիա, ժամանցային զվարճալի ծրագրեր, այս ամենը պրոֆեսիոնալ եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ ձեր օրը կդարձնեն հետաքրքիր եւ բովանդակալից։ Զանգահարեք եւ գրանցվեք այսօր։ Մենք սպասում ենք ձեզ։ Արդեն 10 տարուց ավելի է Liquor Corner-ը Glendale-ի սիրելի խանութն է։ Այստեղ ամենացածր գներն են։ Մենք ապահովում ենք բարձրակարգ սպասարկում եւ մեզ մոտ բոլորը գտնում են այն, ինչ փնտրում են։
Այսօր սպառը խնամքները շատ անհրաժեշտ են, քանի որ մազերը ներկելուց, գունաբացելուց եւ ոչ ճիշտ խնամքից դառնում են չոր, կոտրվող եւ թույլ։ Գնահատում եմ մազի վնասվածության աստիճանը, ընտրում ճիշտ բանաձևը եւ տալիս մազին այն, ինչ իրեն պակասում է։ Մի $1000 ծախսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պա, այդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քեբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված անխորժելի սալմոն։ 807 771 77 71։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Aya Collision Center Ավտոմեքենաների մասնագիտացված վերանորոգում եւ վերականգնում բարձր ստանդարտներով։ Aya Collision Center Գործը արվում է ճիշտ։ Զանգահարեք 818 858 8330։ Ինչպես են համաշխարհային աստղերը մեկ էլ հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ Գլենդելում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում, ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Rouge Rose specializes in premium roses grown at the highest elevations of Ecuador. Alongside our signature roses, we offer a curated selection of toys, balloons, gifts, and party supplies, welcoming you at our 2 California locations, 12,736 Sherman Way in North Hollywood and 1140 East Broadway in Glendale. Լիկա ջան, ուզում եմ հասկանամ, այսքան հետդ ինչ ես վերցրել։ Մեկա մի քանի ժամով են գնում։ Թե կարող է որոշում ենք մնանք։ Չէ, այսօր հետ ենք գալու։ Այդ պապան է ասել։ Առաջին այս ճիշտ է։ Պապանսկի չգիտի, որ գնում ենք։ Գետան կորոշենք, լավ։ Կոնյակ։ Նիկոլա, ինձ թվում է ավելի լավ կոնյակ վերցնենք, որովհետև կոնյակը նման առիթների իսկական խմիչքն է։ Այն ինչ առիթ։ Նշանդրեք, չէ, նշանդրեք явно волос էստոնան, չէ, գրևայնան։ Այդ դեպքում շոմպեյն։ Այո։ Ձեր միասնության կենացը կխմի։ Հա։ Արմանը գոնե վերջին անգամ կբացի ու մենք կվայելենք։ Լավ, ուրեմն մեզ 2 հատ շամպայն։ Շատ լավ։ Գիշվել ես 2 շամպայն։ Ոչ են գնում հարբելու։ Ա շամպայնից ով է հարբում, կարող է երեխա ենք։ Մոռացել ես քո վերջին զանգին մի բաժակ խմեցիր, հարբել էիր, մտել էիր հրապարակի ֆանտանում ձուկ էիր բռնում։ Մայստրո, դա ինչու պրիկատներ, ինչ տնում տամս։ Դա 1000 տարի առաջ է եղել, վայ, հարգելի։ Դե շամպայնը գլխին ախպում։ Չնայած քո գլխին արդեն խփել է էլի։ Քեզ ինչ պիտի անի։ Այո, շիպեն անում չկազ ասում։ Արիտա, sorry, ամեն ինչ լավ անելու։ Կյանք ես ինչ պատրաստություն ես տենում։ Մենք հյուրեր ենք ունենալու։ Ինչ հյուրեր։ Երեխեքին այսօր պետք է ասենք Արման։ Բայց երեխեքը մեղք են, քեզ ուզում տանջես երեխեքին։ Արևս դու նենց բանի միջով ես անցնելու։ Քեզ քո ամբողջ ընտանիքի աջակցությունն է պետք։ Անա կգալ։ Ապցան։ Բարևանուս։ Բարև ախպեր ես։ Ո՞նց է։ Գեղեցկուհիս։ Նորմալ։ Պապ, այս այդքան էլ ուրախ չես, հա, ոնց որ եկել ենք։ Չէ, ուրախ եմ։
Դե ես գնամ ապա։ Արան ջան, մնա ուր ես գնում։ Մի հատ գործ ունեմ, կանեմ կգա։ Դեք սպասենք։ Երեխեք նստեք։ Նստի թագուհիս։ Ինչ որ բան են չի, հա։ Ասեք մեծեր, ասեք տենամ ես ինչ հաշիվա։ Երեխեք մենք այսօր ձեզ կանչել ենք այստեղ, որ շատ կարևոր բան ասենք։ Ինչ ա եղել։ Երեխեք, դուք արդեն մեծ եք։ Ինչ ասում եմ, պետք է հասուն մարդու պես ընդունեք։ Ես հիվանդ եմ։ Բայց լուրջ բան չկա։ Չանհանգստանաք։ Պետք չի վախենալ։ Պապան պատրաստվում է վիրահատության գնալ։ Պապ, ինչ ա կատարվում։ Ինչ պետք է անենք։ Պապ ինչ բուժում ա պետք։ Ինչ ա պետք, դու ինձ մենակ ասա, ամեն ինչ կանենք, դու մենակ ասա։ Այդ վիրահատությունը շանսերը բարձրացնում է։ Շանսեր։ Ինչ շանսեր։ Այսինքն ամեն ինչ այդքան վատ է։ Ոչ մի բան էլ վատ չի։ Հենրի։ Հենրի, լես ինչ եմ ասում։ Կյանքում ամեն ինչ կարա պատահի, ամեն ինչ։ Մի ամսից մեր տան միակ տղամարդը դու ես լինելու։ Ես ուզում եմ քեզ ուժեղ տեսնեմ։ Պապ, ես էլի ուժեղ եմ, բայց ես քո համար ամեն ինչ կանեմ։ Դու մենակ ասա ինչ ա պետք։ Տղես, իմ համար ինչ հնարավոր է, ես արդեն անում եմ։ Բա ինձ իխի շուտ չէիք ասել, պապ։ Ես քո վրա հույս եմ դնում։ Կարևորը որ դու արդեն գիտես։ Կյանքում սահմաններ կան, որ դու պետք է չանցնես։ Որ լավն ու վատը այդ հարաբերական է։ Այդ միշտ չի, որ հարթ ճանապարհը քեզ ճիշտ տեղ է տանում, կամ խորթ ու բոր ճանապարհը քեզ վատ տեղ է տանում։ Պապ, Լիկա, աղջիկս, դու ես կյանքում երջանիկ լինելու համար ամեն ինչ ունես։ Մեկ-մեկ այդ երջանկությունը մեզ շատ մոտ է լինում, բայց մենք այդ ուշ ենք հասկանում։ Իմ պրինցեսա, ես ձեզ շատ եմ սիրում, իմ լավ ընտանիք։ Ես մեկ եմ։ Ասեմ քեզ բան։ Ասա էլի Արման ջան, ասա սրան։ Մենք ասեմ ռուլին ընդհանրապես չնստել, ես ամենքենա քշել իդ կապը ունեմ։ Սոնա ջան, ես ոնց եմ քշում, դու քեզ լավ ես զգում, չէ՞։ Կոլե ջան, ես լավ եմ։ Ահա, տեսնում ես լավ է։ Ոնց ստավ այնա ճշումը պիծրած հալա։ Զի դու մարդ ես թե տոլոմետր։ Դե տոնոմետրել եմ, ջերմաչափել եմ, տախոմետրել եմ, ինչ սոզում։ Հա, դերշ դուր։ Մենք եկել ենք, նայի, երջանկությունից նույնիսկ հուզվել են։ Շամպայն ենք բերել։ Ճիշտ ժամանակին եք եկել, սեղանը արդեն պատրաստ է Սոնարի, որ ինձ օգնես համել պատմելու բան ունես։ Գնացեք, գալիս եք։
Բարի գալուս Նորթ Հոլիվուդ։ ABC Kids-ն արդեն Նորթ Հոլիվուդում է։ Նախակրթարան, որտեղ ձեր 2-ից 6 տարեկան երեխայի խնամքը կզուգորդվի նահանգի կողմից հաստատված համապարփակ կրթական ծրագրով եւ տարատեսակ զարգացնող խաղերով։ Մեր փորձառու ուսուցիչները ձեր երեխային կուսուցանեն նաեւ շախմատ, ռոբոտաշինություն, նկարչություն, հայոց լեզու, երգ եւ պար։ Երեխաներին տրամադրում ենք օրգանիկ եւ թարմ սնունդ։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids լավագույնը ձեր երեխայի համար։ Mirage ռեստորան։ Մինչև 500 հյուրի համար նախատեսված շքեղ սրահ, բարձրակարգ սպասարկում եւ բացառիկ խոհանոց։ Mirage ռեստորան։ Մեզ մոտ ձեր օրը դառնում է իսկական տոն։ House Design Center, Քոտան նոր ոճը, սկսվում է այստեղ։ Մեզ մոտ խորհրդատվությունը անվճար է։ Զանգիր հիմա 818 404 9902։ House Design Center, Քոտան դիզայնը, մեր մասնագիտությունն է։ Burbank Music Center. Ակշար USA-ը ներկայացնում է Հայաստանի արևահամբերք ու բարիքի համն ու հոտը Լոս Անջելեսում։ Արտադրանքը ստանում ենք Հայաստանից, տեղում պահեստավորում եւ մատակարարում ենք բոլոր խանութներին։ Առաջարկում ենք շուկայականից ցածր գներ եւ ճկուն վճարման տարբերակներ։ Կարող եք նաեւ նախորոք պլանավորել։ Գրանցվելով այսօր, դուք ապահովում եք առավել մատչելի գին ապագայի համար։ Valley Memorial, Լոս Անջելեսի հայ համայնքի կողքին ամենաբարդ պահին։ Դուք կարող եք գտնել մեր ապրանքները ձեզ մոտակա հայկական խանութներից։ Իսկ մեծածախ գնումների համար այցելեք Prestige Housewares.us պաշտոնական կայք, որտեղ ձեզ կօգնեն մեր մասնակիցները։ Prestige Housewares. Որակյալ սպասքի ձեր լավագույն ընտրությունը։ Prestige Housewares. Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բյուրանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիան, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք։ Զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentallux։ Ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentallux, գերարդիական կլինիկա, 818 418 5555։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում է մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեյր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Բարև ձեզ, Քլուքսը ստեղա։ Ստերեն մասկարակում։
Այո, Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ աշխարհի ամենավերջին տեխնոլոգիայով, որը 1 օրում կվերականգնի ձեր սեփական մազերը։ Վերջ ճաղատությանը եւ քաչալությանը։ Դե ինչ, եկել եմ մազերս քուլուքսում կրակեմ, լավ վարպետներ են աշխատում ստեղ, դենանք ինչ ենք անում։ Զանգեք 818 418 1111 եւ ստացեք ձեր մազերը երիտասարդ տեսքը առանց ցավի մաչելի գնով 1 օրում ձեր սեփական մազերն են աճելու երաշխավորված։ Ես գիտեմ, որ քուլուքսում լավ մասնագետներ են, դրա համար եկել եմ ստեղ։ Քուլուքսը չի պատերել, իմ այս մազերս սա գալու, աճելու, ոչմ ես էլ եմ աճելու, թազա երկեր ենք անելու, ոչմ ուժեղ բաներ ասում մեզ։ Ուրախ եմ, որ աղբորս տեսա, շատ ճիշտ որոշում ես կայացրել, ասեմ, որ ճիշտ մասնագետներ ես դիմեմ։ Դե վсё, ջիգաներ, հաջողություն, Ջոլ ջան, համեցեք, ես գնացի, I love you։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Դու միշտ ինձանից ուժեղ ես եղել, բայց ես չեմ նկատել։ Ինձ թվում էր, թե ես եմ քեզ պահում, բայց իրականում դու ես պահում մեզ բոլորիս։ Եթե մի օր հոգնես ու հաստատ հոգնելու ես, չփորձես ուժեղ երևաս, չնեղվես թուլանաս։ Մարդը դրա իրավունքը ունի, դու մենակ չես։ Մեր երեխեքը քեզ ուժ կտան։ Դիկա, իմ աղջիկ, իմ փոքրիկ աղջիկ, որ մի վայրկյանում մեծացել ես։ Կհավատաս, ես չեմ նկատել, որ դու մեծացել ես։ Իմ համար դու նույն փոքրիկ աղջիկն ես, որ վազելով գարի նստում էր գիրքս, ասում էր պապ, բարի հեքիաթ պատմի։ Հենրի քո նման աննա։ Ամենակարևոր բաները ներս է գցում։ Հենրի, դու այն տղրկից ես, որ միշտ ասում ես, պապ ջան, սա լավ է, սա գցել եմ տեղը, բայց ես գիտեմ, որ ներսում է շատ բան կատարվում տղես։ Չվախենաս ցույց տաս, որ քո մոտ ինչ-որ բան դժվար է։ Տղամարդ լինելը լուր տարապելը չի։ Չգիտեմ ինձ հասկանում եք թե չէ, կարող եմ մի քիչ խառն եմ խոսում։ Բայց մի հատ խնդրանք ունեմ ձեզ։ Ինձ հիշելիս կյանքում չլացեք։ Ես ձեր հետ միշտ երջանիկ եմ եղել։ Ուզում ինձ միշտ երջանիկ հիշեք։ Ստեղ եմ արևս։ Յանք, այդ վիրահատությունից չի օգնի։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Խնդրում եմ ընդունեք այդ փաստը։ Սիրտս, քեզ 2 օր առաջ արդեն վիրահատել են։ Հա, պապ ջան, ու ամեն ինչ շատ լավ է անցել։ Բայց ես նոր բաստելի մոտ չի։ Հիմա հիվանդանոցում ես, պապ ջան։ Ամեն ինչ շատ լավ է։ Հալի Արման ջան, են ալող չիկի բուկի։ Մի ակուզածս պենը են էր վեր ուզում իմ սև կասյումլի հագնեմ, չթողեցիր։ Մի բողոքի, բաբոչկետ սևա հերիքա քեզ։ Հալի մենք սա այդ ստոտի ալինելու։ Չացինք լավ։ Քավոր ջան, բարով խերով պսակեցինք, հիմա էլ գնում ենք ռեստորան, չէ՞։ Չէ, գնում ենք ագի նկարվենք նոր ռեստորան։ Կներեք, կարող եք ծաղկեփունջը այստեղ գցել։ Հա, իհարկե։ Բայց ինչի էստեղ։ Այդպես է պետք ան։ Եկեք աղջիկներ։
Պատրաստ։ 1 2 3 Կընդունես։ Շնորհավոր։ Մերսի։ Տեսի, որ մեծանանք մենք էլ ենք սենց լզիկ բաներ անելու։ Երևի։ Արդեն 2 լավ առիթ։ Նստում ենք մեքենաները, հիմա գնանք ռեստորանում մի լավ քեֆ անենք։ Չէ, գնում ենք 2 այգի, նոր գնանք ռեստորան։ Այգի հա այգի։ Վայ մայստրո, վայ։ Սոմացա գիտեմ, չէ։ Չի դիմանում։ Գնացիք, ժամ, գնացիք։ Գնացիք։ Արման ջան, ես ռեստորան չգամ էլի, գնա։ Ոնց աճամ եմ։ Հիմա լավ է, գիտես իրա մոտ բարդ շրջան է, բայց բժիշկն ասես, որ ամեն ինչ լավ է լինելու, ուժեղ է։ Ուրախ եմ։ Արման, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Ուրախ եմ, որ ոտի վրա ես։ Գործերի մասին չմտածես, ես ամեն ինչ անեմ։ Մերսի ախպերս։ Մարդը երբեք չի կանգնում ու չի նայում սեփական կյանքին կողքից, ապրում է ներսից, խառնված, շտապելով, բայց երբ ասում են, որ իր ժամանակը սահմանափակ է, որ օրերը հաշված են, նա սկսում է նկատել, այն ինչ միշտ էլ եղել է, բայց ինքը չի տեսել։ Երբ գիտակցում ես, որ կարաս կորցնես, սկսում ես գնահատել։ Հիմա ես սովորել եմ գնահատել ամեն մեկին, ամեն րոպեն, ամեն ինչը։ Երջանկությունը մի կանգառ հետո մեզ չի սպասում։ Երջանկությունը այս պահն է։ Հիմա, այս վայրկյաններին կյանքը սիրելու մեջ է։ Մենք հաճախ մտածում ենք, որ շատ ժամանակ ու մեծ ջանքեր են պետք, որ ինչ-որ բան փոխենք մեր կյանքում։ Բայց ես հասկացա, որ ամենամեծ փոփոխությունները լինում են ամենափոքր գործողություններից հետո։ Մի խոսք, մի մեկնած ձեռք, ու աշխարհը փոխվում է։ Եթե ամեն մեկս փորձենք մեր կյանքը դեպի լավը փոխենք, աշխարհը կփոխվի, որովհետև կյանքը չի սպասում, որ դու պատրաստ լինես, չի հարցնում, դու դրա ժամանակը ունես թե չէ։ Կյանքը իր հունով գնում է, ու մենք պետք է հասցնենք։ Ինձ թվում էր, այս վիդեոները ձեր համար եմ ձայնագրում, բայց հիմա հասկացա, որ այս զրույցները ինձ էին պետք։ Ինձ երկրորդ շանս տվեց կյանքը ապրելու, երկրորդ հնարավորություն։ Ու այս անգամ ես ոչ մի րոպե բաց չեմ թողնի։